Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը և 1 ամսով երկարացրել գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանը կալանքի տակ է 2025 թվականի հունիսի 18-ից։ Սամվել Կարապետյանի փաստաբանները պնդում են, որ նրան ապօրինի են կալանքի տակ պահում և կատարվածը քաղաքական հետապնդում էր։ Ավելի վաղ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ 2025 թվականի սեպտեմբերին ներկայացվել են մի քանի միջնորդություններ և դիմումներ քննչական խմբի ղեկավարին, այդ թվում քննչական կոմիտեի նախագահին, դատախազության հսկողությունը իրականացնող վարչության պետին, գլխավոր դատախազին։ Հիմնական պահանջը եղել է այն, որ նվազագույն ջանասիրություն է ցուցաբերվում, օրինականությունն ապահովված չէ, չեն կատարվում քննչական գործողություններ։ Օրեր առաջ էլ հոկտեմբերի 13-ին փոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել Սամվել Կարապետյանին իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Նշենք նաև, որ 3 և նախորդ օրը ձերբակալվել են եկեղեցականներ։ Մարդիկ նշում են, որ եկեղեցու հայրերի կալանավորումը ևս ապօրինի է։ Տաշիր ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղը շաբաթ օրը ժամը 16:30-ին հավաքվում ենք Երևանի օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր, 2 ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք արդարություն և բարեկեցություն մեր երկրում։ Տաք կհագնվեք», նշվել է հայտարարության մեջ։ Սամվել Կարապետյանի դուստրը ևս հայտարարությամբ է հանդես եկել. «Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին, երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այն է, ինչպիսին է լինելու Հայաստանը, ազատ թե վախեցած, երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս մեր պատվին», այս մասին ասել է ազգային բարերար գործարար Սամվել Կարապետյանի դուստրը Տաթև Կարապետյանը ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերածել փոշու։ Վաղը հոկտեմբերի 18-ին ժամը 16:30-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս մեկ առանձին վերցած մարդու խնդիրը չէ։ Խնդիրը այլ է. ինչպիսին է լինելու Հայաստանը, ազատ թե վախեցած։ Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ բոլորիս, մեր պատվին։ Արդեն 121 օր է, ինչ իմ ընտանիքը կանգնած է ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար։ Իմ հայրը կալանքի տակ է այն խոսքերի համար, որ կանգնած է եկեղեցու կողքին։ Մենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու պաշտպանել մեր արժեքները։ Հայրս մեզ միշտ հիշեցնում է, եթե քարը մոռանա, թե որ լեռից է պոկվել, ապա այն վերածվում է փոշու։ Մեզ չեն կարող վերացնել փոշու։ Վաղը, հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար, Հայաստանի համար։ Հավելենք նաև, որ Անահիս Սարդարյանը ևս խոսել է այն մասին, որ միանալու է այս հավաքին։ Ներքև իրանք միշտ փորելու տեղ ունեն։ Խոսքի ազատություն այս երկրում հավասարազրո 0-ի, 0-ից էլ ցածր մակարդակի վրա, ինչի, որովհետև ուրեմն 18 արդարների գործով փաստաբանին 3 դատարանի շենքի բակից խոշտանգելով sense գետին պարկացնելով ուժ գործադրելով բռնեցի տան փաստաբանին ինչի համար որտեվ դրանից մի օր թե 2 օր առաջ ինքը ստատուս էր գրել ու ամոթանք էր տվել իրապահ համակարգի այն աշխատողներին ովքեր որ իրենց խղճին համապատասխան չեն գործում, օրենքին համապատասխան չեն գործում եւ մի քանի այնտեղ խոսքեր էր ասել
չգիտեմ, միգուցե ոմանց համար վիրավորական, միգուցե ոմանց համար ճշգրիտ, եւ դրա համար այդ մարդուն խոշտանգելով բռնեցին տարան։ Մեր երկրում խոսքը չունի ազատություն։ Մենք բոլորս ապրում ենք ինչ-որ բռնապետական կարգերով, ու դա նորմալ չի։ Ու եթե դուք էլ համաձայն չեք այս ամեն ինչի հետ, ու հաշտ չեք այս ամեն ինչի հետ, եթե դուք էլ ինպես հաշտ չեք այս ամեն ինչի հետ, վաղը Ազատության հրապարակում մեր ձևով շարժում անում է հանրահավաք 16:30-ին ես գնալու եմ, որովհետև իմ վաղվա անելիքները այդքան կարևոր չեն, ինչքան քաղբանտարկյալները, նրանց իրավունքները եւ խոսքի ազատությունը այս երկրում։ Ես էլ ունեմ վաղը լիքը գործ, բայց դա այնքան կարևոր չի, ինչքան վաղվա հանրահավաքը ինձ համար։ Թովմաս Առաքելը Instagram-յան էջում գրել է. Ես աջակցում եմ Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Մկրտիչ Սրբազանին, Քահանա հայրերիս, Սամվել Կարապետյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին իմ ձևով եւ մեր ձևով։ Թե հիմի էլ լռենք, հարմարվենք քաղաքականությամբ չզբաղվելու քողի տակ, պարփակենք մեր վախերն ու կորցնենք ամեն սրբություն։ Այլևս բավ է, ժամանակն է հակազդելու կործանարար ընթացքին։ Ռուբեն Մելիքյանը գրել է. օկուպացիոն ռեժիմը սկսել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հարձակման կարևորագույն արարի Վեհապար հայրապետի կալանավորման տեղեկատվական նախապատրաստությունը։ Իրենց պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն սրբազաններից մեկի եւ Ոման Աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհապար հայրապետին ինչ-որ միտինգի մասնակցել խորհուրդ տալու համար։ Հաջորդ քայլերն արդեն պարզ են, հարցն այն է, երբ, այսօր, վաղը, երկուշաբթի, թե մի քանի օրից։ Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ կիսվել որոշ թեզիսներով։ Գերեվարված վեհապարը շարունակում է մնալ վեհապար։ Մեր դարավոր պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ մեր վեհապար հայրապետերը գերեվարվել են թշնամու կողմից։ Սա էլ կլինի այդ դիպվածների շարքում։ Վեհապարը լի իշխան է իր բացակայության շրջանում նշանակելու տեղապահ եկեղեցու բնականon գործունեությունն ապահովելու համար։ Եթե մայրաթորից մեզ կոչեն Սուրբ Էջմիածին, ապա պետք է պատրաստ լինենք։ Ողջույն բոլորին։ Ինձ թվում է մենք չպիտի մոռանանք, որ ցանկացած իշխանությունը ծառայում է ժողովրդին, ոչ հակառակը։ Եվ պիտի կատարի ժողովրդի կամքը։ Վաղը մենք ունենալու ենք հնարավորություն այդ կամքը ցույց տանք, որ իրենք հասկանան, որ եթե այս ռեպրեսիաները շարունակվեն, իրենց նույնիսկ 2 ստամոքս չերիկի այս ամեն ինչը մարսեն։ Վաղը 4:30 ես կլինեմ Ազատության հրապարակում։